Բարևում եմ ձեզ, ես նորից եթեր եմ դուրս գալիս, ինչ պատճառներով ասեմ, ուրեմն Իսրայելի պետությունը ցեղասպանությունը ընդունեց, բայց հարցեր է առաջանում, Պաղեստինում ինչքան հայ է զոհվել, այ հրյաներ, դրա մասին էլ պատմեցեք, Իրանում դպրոցը ռմբակոծեցիք, ինչքան երեխաներ զոհվեցին, դա ցեղասպանություն չէր, հա? Մեկ էլ գիտեք պատմությունից ես կարդացել եմ, գիտեմ, թուրքերը, ուրեմն այսօրվա ուրեմն Իսրայելի տարածքից, ինչքան հրյաներ են բերել Թուրքիա, պահպանել են, մինչև օրս էլ այդտեղ հրյաներ են ապրում, հիմա ուրեմն տեսնում եմ, որ Թուրքիան և Հայաստանի Հանրապետության արդեն միջև եղած այդ հարաբերությունները ավելի կարգին են լինում, ավելի կարգավորվում են, ուզում են ջնջեն, ուրեմն առաջներում ես կարդացել էի, հրյաները ասում են, թե հոլոքոստ հայերեն, դա հնչում, աշխարհը միայն իրենց էին ճանաչում, առաջները ինչու չէին ճանաչում, ուրեմն մոտ արդեն 100 տարուց էլ ավելի տարի է անցնում, հիմա են ուզում այդ հարցի շուրջը իրենց մտքերը շարադրեն, որ ինչ, Հայաստանն ու թուրքերը, Թուրքիայի պետությունը իրար մեջ ուրեմն այս խաղաղ հարաբերությունների մեջ չլինեն, հա, դա բոլորը կեղծ է, և այստեղից պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում, ողջունում եմ ձեզ, որ չարձանագրեցիք, շատ եմ ողջունում ձեզ, ես ամբողջ հայությանն եմ դիմում, ուրիշը լիներ որոշ բաներ կասեն և այլ, բայց Փաշինյանը ինչքան իրան որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ շատ գեղեցիկ տարավ, ինձ շատ դուր եկավ, ճիշտն ասած, շատ դուր եկավ, ու ուզում եմ ողջունեմ պարոն Փաշինյանին, թող իր քաղաքականությունը թե Ադրբեջանի հետ, թե Թուրքիայի հետ, այսպես է թող շարունակվի, վերջում ավելի լավ կլինի, և հայերը կշահեն, և Թուրքիան կշահի, և Ադրբեջանը կշահեն, հարևանությունը, թող գնալ գալ լինի, բարեպառլույս լինի, առևտուր լինի և այլ, Իսրայելից մեզ ինչ, տեսնում եք, ուրեմն Իսրայելը շատ լավ գիտի, որ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ հարաբերությունների մեջ է գտնվում, բայց չնայած այս հարաբերությունների, էլի ուրեմն Թուրքիային սխմելու համար, ճնշելու համար, այս ցեղասպանության հարցը բարձրաձայնեցին, բայց դրանից ոչ մի օգուտ չի գա նրանց, ոչ մի օգուտ չի գա, էլ եմ ասում, եթե ցեղասպանությունից եք խոսում, Պաղեստինում ինչքան հայեր են զոհվել, Իրանում ինչքան հայեր են զոհվել, ռմբակոծի ժամանակ, թող գնան դրա դարդ քաշեն, հայերին ուզում են նորից Թուրքիայի դեմ դուրս բերեն և իրենց շահերը, առանց էլ ինձանից էլ լավ գիտեք, ամեն մի պետություն իր շահերն ունի, այս շահերից դուրս չի գա, դուրս գալ անհնարին է, բայց բերեք ճիշտը խոսենք, այս ինչքան ցեղասպանություններ եղավ, լռումա, ոչ մեկի մասին ոչինչ չի ասում լռումա, Ուկրաինայում ինչքան մարդիկ են զոհվել, թող դրա մասին էլ խոսա, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, Վիետնամում և այլ մյուս պետություններում, ինչքան մարդիկ զոհվել, թող տղամարդը դրա մասին էլ խոսա, մեկ էլ ես լորեցի եմ, գիտեք, բարբարիցս էլ անմիջապես երևում է, մերոնք ասում են, թե ռսերեն էին ասում իհարկե, где армяне, там нечего делать евреи, հիմա ինչա, ուզում
հрյաները հայեր են փրցնի, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չեն կարող նման բանել չի լինելու, նման բանել չի լինելու։ Եվ երկրորդ հարցով դիմում եմ ամբողջ հայությանը, նորից ուզում են Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ, նորից ուզում են ընտրություններ լինի, Փաշինյանին հեռացնեն եւ այլ եւ այլ եւ այլ։ Ուրեմն Հայաստան մի 1000 հոգի չկա, որ սրա առաջը դուրս գա, որ այ բալամ դուրս արի, չքվիր գնացի, Հայաստանից դուրս եկ։ Ինչ ես ուզում ես հայերից։ Ինչ ես տվել, ինչ ես ուզում։ Այդքան այ Լեռնային Ղարաբաղից ինչքան հայեր գնաց, նրանց որևէ մեկին մի տուն տվեցին, մեկին տեղադրեցին, ինչ արեցին, ոչինչ բան։ Հիմա ռսամոլները սկսել են Հայաստանում հեղափոխություն անեն։ Որ ինչ։ Ռսներից հերուկացեք։ Ռսներից հերուկացեք։ Տեսակ Ուկրաինան ինչ օրիա։ Բայց Ուկրաինան հերոս ազգա իր խոսքն ասում է, պատասխանն է տալիս է։ Այդ պարտությունը իր վրա չի վերցնում, լավ է անում։ Գիտեմ, Հայաստանի համար կարող է մի քիչ դժվար լինի, նավթով, գազով Ադրբեջանը ձեզ կօգնի։ 1000-ից 1000 եմ ասում ձեզ կօգնի։ Բայց ռսամոլներից հերուկացեք։ Ռսներից ձեզ ինչ օգուտ։ Ռսի մատը որտեղ կա, այնտեղ արյուն կա։ Ինչ ռուսն էլ չգիտի, ինչ է ուզում Անդրկովկասյանից հանրապետությունները ինչ է ուզում, ես չեմ հասկանում։ Ուրեմն քարտեզի այս ծայրից մինչև Բերինգ ծովը սա ռուսներինն է պատկանում, էլ ինչ եք ուզում։ Մի բուր Անդրկովկասյան հանրապետությունները մնացել, գնում գալիս ուզում են հեղափոխություն անեն, կռիվ լինի, պատերազմ լինի, իրար ջարդեն, սպանեն եւ այլ եւ այլ։ Արդեն քանի տարի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զոր չի լինում։ Լավ է։ Պատերազմի դեմ եմ, միշտ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում ես։ Պատերազմի դեմ եմ։ Ինչ պատերազմ։ Ինչի համար մարդկանց երեխաները զոհվում են, որ ինչ։ Ինչ ենք հաստատելու։ Այդ եւ նորից հայերին էլի նորից դիմում եմ։ Ես հայաստանցի եմ, անտարբեր լինել չեմ կարող։ Անտարբեր լինել չեմ կարող։ Պաշտպանեցեք Փաշինյանին։ Փաշինյանը ազգի հերոս է, ես եմ ասում ձեզ։ Փաշինյանը ազգի հերոս է։ Տեսնում եք ինչ լավ քաղաքականություն է վարում։ Ինձ անձամբ շատ դուր եկավ։ Ես վերջիններս էլ եմ կրկնում, որ չարձանագրեց այդ հարցը, շատ դուրս եկավ։ Շատ ուրեմն չափված ձևով իր քաղաքականությունը նորից ցույց տվեց, որ ինչ խելքի տեր մարդը։ Ես նորից ձեզ ողջունում եմ, պարոն Փաշինյան։ Ապագայում էլ գիտեմ, որ ավելի լավ գործեր կանեք։ Ստեսություն եմ ասում, բարի օրեր եմ ցանկանում։ Ստեսություն։